Պարոն Առաքելյան, ինչպես տեսնում ենք, որոշ հոգևորականների եւ իշխանության միջև եկեղեցականների այս թեման դեռ փոխհրաձգությունը շարունակվում է, վարչապետն այսօր կրկին գրառում է արել եւ նշել, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեն։ Նա նաեւ նշել է, որ մեր եկեղեցուն անհրաժեշտ է նոր կաթողիկոս։ Ըստ ձեզ ինչպես է հնարավոր հասնել այս սցենարին, եկեղեցին եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անջատ են իրարից։ Տեսեք, անկախ նրանից, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են, եկեղեցին ժողովրդի հիմնադրած կառույցն է, դա այս ժողովրդին է պատկանում, ու այս ժողովուրդը իրավունք ունի իմանալու արդյոք իրեն խաբել են, թե չէ։ Իսկ եթե կաթողիկոսը իսկապես խախտել է կուսակրոնության այդ ուխտը, ապա ես կարծում եմ, որ նա այո, իրոք խաբել է իր ժողովրդին, իր հոտին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Վարչապետը ուղիղ այլևս արտահայտվել է, որ ուղիղ մեղադրել է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության այդ ուրեմն ուխտը եւ ինքը զավակ ունի եւ հետեւաբար սրանից հետո պետք է այլևս եկեղեցուց տվյալ դեպքում Մարիաթորից ու Գարեգին II-ից պատասխաններ չեն հնչելու, ապա պետք է գնան այլևս ապացուցողական այդ բազան ներկայացնեն եւ դրանից հետո այլևս ես չգիտեմ օրենսդրականից ճանապարհ կա, բայց եթե բարոյական եւ հոգեվոր առումով այդ հոգեվորականները, ովքեր ընտրում են կաթողիկոսին չեն պահանջի նրա հրաժարականը, ապա իրենք բոլորը բարոյականության այդ խնդիր ունեն ու իրենք բոլորը խախտել են առնվազն աստվածաշնչյան մի քանի պատվիրաններ։ Պարոն Առաքելյան, շատերը, հատկապես ընդդիմադիր շրջանակները վարչապետին մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու համար, թե ինչպես կարելի է կաթողիկոսի հետ նման կերպ վարվել։ Սա նորություն է։ Իհարկե սա նորություն չէ, դեռևս 2018 թվականին կհիշեք, որ էլի շարժում կար նույն ժողովրդի կողմից, ովքեր պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը եւ այստեղ ես ունեմ էլի մեղադրելու իշխանություններին, ովքեր կարծեք թե այդ ժամանակ այդ թեման փակեցին կամ այսպես ասենք անհրաժեշտ ուրեմն անհրաժեշտ աջակցություն ցույց չտվեցին եւ թեման փակվեց։ Ես կարծում եմ, որ եկեղեցուն ուղված մեր հասարակությունը ու եկեղեցու հոտը հարցեր ունի, որոնք համապատասխան են, իսկ այդ հարցերը գոյացել են նախորդ առնվազն 20-25-30 տարիների ընթացքում, հատկապես 99 թվականից, երբ կաթողիկոս դարձավ Գարեգին II-ը ու միևնույն ժամանակ դարձավ այդ ժամանակի իշխանությունների կցորդը, հոգևոր կցորդը եւ այն ապօրինությունները, որ տեղի են ունենում Հայաստանում, այն խնդիրները, որոնք կային Հայաստանում, երբեք այդ խնդիրները չբարձրաձայնեց եկեղեցին որպես բացառիկ հեղինակություն հայ ժողովրդի մեջ եւ կարծում եմ, որ մի փոքր ուշացած է այդ խնդիրը բարձրաձայնելու, այդ խնդրին վերջնական լուծում տալու։ Այսինքն կարող ենք չի ասել, որ նորություն չէ, որ եկեղեցին եւ կաթողիկոսը ժողովուրդը շատ լավ տարբերում է, որտեղ այդ նույն հասարակության անդամներն էլ Գարեգին Բ-ին տարիներ շարունակ մեղադրել են ամենատարբեր բաների մեջ։ Տեսեք, այստեղ էլի մենք հանդիպում ենք մանիպուլյացիաների եւ որոշ շրջանակներ փորձում են, այսպես ասենք, սղացնել, հա, նույնականացնելով հոգեվոր այդ դասին կամ Գարեգին Բ-ին հայ առաքելական եկեղեցու հետ։ Այստեղ իհարկե խնդիրը, երբ որ մենք քննադատում ենք հոգևորականությանը, չենք քննադատում եկեղեցուն որպես այդպիսին կառույցի, հոգևոր կառույցի, որը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում, կներեք, եթե երբ որ Կճոյանի շուրջ նման սկանդալներ տեղ ունեցան, թե ուրեմն փողերի լվացման եւ այլնի հետ կապված ներողություն դա վերաբերում էր եկեղեցուն, իհարկե ոչ, դա վերաբերում էր կոնկրետ անձի, ով իրեն հոգևորականին ոչ վայել կեցարք դրսևորել եւ այսօր էլ մենք խոսում ենք կոնկրետ անձանց մասին, մահկանացուների մասին, որոնք բազմելով եկեղեցու հայ առաքելական եկեղեցու գահին իրենց այնպես չեն դրսևորել իրենց վարքագծում, որ համապատասխան է այդ եկեղեցու կանոններին, դավանաբանական սկզբունքներին եւ քրիստոնեական բարոյականությանը։ Օրինակ վերցնենք ամենաթարմ դեպքը, հա, Տեր Փառեն, Մարմաշենի հոգևոր հովիվը։ Երբ որ հայտարարում է, որ նիկոլական գաղափարներով մարդիկ այստեղ չմտնեն, ես հենց դռնից դուրս կհանեմ այդ մարդկանց։ Կամ Աջոպայանը, որ խոսում էր Ստալինի մասին պատերի տակ գնդակահարելուց, այսինքն
հոգևորական դասը իրեն իր տեղում չի պահում, որ հասարակությունն էլ նույնությամբ իրենց ընկալի։ Տեսեք, դա նշանակում է, որ հոգևորական դասը առնվազն նրա ճնշող մեծամասնությունը գտնվում է միջնադարյան խավարամտության մեջ, ինչպես կարելի է 21-րդ դարում հոգևորականի նման պահված, որ չգիտեմ նիկոլականերին չեմ թողի կամ չգիտեմ մյուսներին չեմ բանանի կամ արդարացնում ստալինիզմը փաստացի դա այն նույն Ստալինն է, որի բռնաճնշումների արդյունքում հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը խեղդամահարվել, տարբեր բարձրաստիճան հոգևորականներ են ուրեմն սպանվել խոշտանգումներից, ընդ որում իրանց հիշատակի հուշարձանը կանգնեցված է նույն Գյումրիում այդ խոշտանգումների զոհ գնացած հոգևորականների հիշատակի հուշարձան կա եւ երևի ասենք Աչապահյանը չի այցելել կամ տեղը չգիտի, խորհուրդ կտանք, որպեսզի այցելի եւ հասկանա իրականում թե իր սիրելի Ստալինը ինչ է արել հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հետ։ Ուստի ես կարծում եմ, որ այստեղ մենք գործ ունենք խիստ անգրագիտության ու տգիտության հետ, մենք գործ ունենք միջնադարյան խավարամտության հետ եւ մեծ առումով քրիստոնյային հոգևորականին ոչ վայել արարքի պահվածքի հետ։ Խոսենք մի քանի ներքաղաքական երևույթների մասին։ Շաբաթ օրը մի ուշագրավ քաղաքական process տեղի ունեցավ։ Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ես խնդրեմ, ինչպես կգնահատեք այս որոշումը։ Չգիտեմ, ասում են Սերժ Սարգսյանը լավ հումոր ունի։ Ես կարծում եմ, սա Սերժ Սարգսյանի հումորի լավագույն դրսևորումներից մեկն է, կարճ ասեմ։ Սպասելի էր ձեզ համար այս թեկնածուի։ Ես թեկնածուի անձը չասեմ, բայց սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը այսպես մի ինչ-որ բան կմոգոնի։ Ինչ հնարավոր զարգացումներ է կանխատեսում 2026-ից առաջ, կարծես թե մեզ թեժ զարգացումներ են սպասվում։ Բնականաբար թեժ կլինի, հատկապես աշնանը մենք դրա ավելի ակտիվ փուլը կտեսնենք, աշնանը մենք փաստացի կմտնենք ավելի ակտիվ ոչ պաշտոնական նախընտրական գործընթացների մեջ եւ այս ընթացքում կհասկանանք թե ինչպիսի քաղաքական խմբեր, խմբավորումներ կձևավորվեն, ովքեր ինչ ֆորմատներով կփորձեն մասնակցել։ Այս առումով ակնհայտ է, որ կա թևեր, աշխարհակահաղական թևեր, որոնք այդ թևերից ստացած հրահանգներով են գործելու եւ կա ուժեր, քաղաքական ուժեր, որոնք գործելու են ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ու ժողովրդավարության շահերից, կտեսնենք թե ինչպիսի զարգացումներ կլինեն, ըստ այդմ մեր գնահատականը կտանք։ Եվ հաշվի առնելով որոշ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների պահվածքը հնարավոր է նրանք եւս միանան այս քաղաքական շրջանակներին հայտնի։ Դե իրենք վաղուց են միացել այդ քաղաքական շրջանակներին, ավելի ակտիվ ես չեմ պատկերացնում, ոնոմա երևի իրենց այդ շորերը պատռեն, եթե եկեղեցին ուրեմն իր բարձրաստիճան հոգևորականի տեսքով մտել է քաղաքական պայքարի մեջ, ավելի ակտիվը ես մի տեսակ չեմ պատկերացնում, միգուցե իրանք ավելի ակտիվ էլի այցեր կկատարեն օրինակ Մոսկվա հետ կվերադառնան, բայց դա մեծ առումով իրենց համար քաղաքական դիվիդենտներ չի բերելու, դա մեծ առումով էլի կիչեցնի իրանց հեղինակության առանցայտել այդ ցածր շեմը։ Դե օրինակ Բագրատ Գալստանյանին փոխարինեն Գարեգին Բ-ով արդեն նա սկսի առաջնորդել։ Դե եթե կհիշեք, ես նման առաջարկ ժամանակին արել եմ, որ իզուր է էլի Գարեգին բան, ուրեմն գործուղում, չգիտեմ, այդ մարդկանց շարքից հանում է, գործուղում է, չգիտեմ, մի կողմից Վազգեն Գալստանյանին, մի կողմից, չգիտեմ, Աչապահյանին, հետո այս մարդիկ կարծեք ներքին կոնֆլիկտ ունեն իրար հետ, մրցակցություն ունեն, լավ կլիներ ավելի գոնե այս հարցով անկեղծ լիներ եւ ինքը առաջնորդեր այդ շարժումը, ես համոզված եմ միգուցե որոշակի այսպես հավատացողներ լինեին եւ որոշակի փոքր արդյունքներ գրանցեր ու մեծ առումով ինքը ավելի անկեղծ կգտնվեր, իսկ այսպես ինքը կոպիտ ասած փչացնում է նույնիսկ այն հոգևորականներին, ովքեր հավաքված են իր շուրջ ու դեռ իրեն միգուցե հավատում են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։